Կալտանիսեցի հովիվը, իտալական հեքիաթ։ Ահա թե ինչ են պատմում, ահա թե ինչ են վերապատմում մեր կողմերում։ Կալտանիսետա գյուղում Մարտինո անունով մի երիտասարդ հովիվ էր ապրում։ Նա հագնում էր կոշտ մահուդե կարկատած մի բլուզ, ծակ տրեխներ, թաղիքե հին գլխարկ, իսկ ուսից միշտ կախված էր քաթանե մաղախը։ Կասեք դուք, ինչներիս է պետք այդպիսի աղքատի մասին լսելը։ Այդպիսիներին առանց ձեր պատմելու էլ շատ ենք տեսել, բայց դրանից մեր գրպաններում էլ միշտ չէ, որ զրնգում են փողերը։ Այդպես է, բայց չէ, որ Մարտինոն գեղեցիկ էր, ինչպես պայծառ արևը կապուտակ երկնքում։ Գուցե ավելին, որովհետև արևին նայելիս աչքերդ ցավում են, իսկ Մարտինոին նայելիս, քանի չես ձանձրացել, նայիր ինչքան կուզես։ Պետք է ավելացնել նաև, որ Մարտինոն այդ բոլորի հետ միասին բոլորից լավ էր նվագում հովվական սրնգի վրա և բոլորից հնչեղ երգեր էր երգում։ Մարտինոն հովվություն էր անում մեկ մի գյուղում, մեկ մյուս։ Եվ ամեն տեղ աղջիկները նրա սիրուց ուղղակի հալումաշ էին լինում, տղաները նախանձում էին, իսկ տարեց մարդիկ սիրալիր ժպտում։ Մարտինոն էլ դրանից հպարտանում էր։ Մի անգամ նա մի գյուղից մյուսն էր գնում և նստեց հանգստանալու բացատի մեջտեղում ընկած մի մեծ քարի։ Մտքերի մեջ ընկավ, մաղախից հանեց սրինգը ու մի երգ նվագեց։ Այդ երգը լսեց անտառի փերին և ցանկացավ տեսնել, թե ով է այդպես քաղցր նվագում։ Մարգարտածաղկից երեքնուկի, երեքնուկից զանգակածաղկի, զանգակածաղկից մեխակի վրա թռչելով, դե չէ որ փերիները ճախրում են թիթեռների նման, նա հասավ մինչև բացատ։ Ախ, որքան երջանիկ ես դու, Մարտինոին տեսնելով բացականչեց փերին, քեզ լսողը հափշտակվում է, քեզ տեսնողը սիրահարվում։ Ինչ ես ասում, ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, որպեսզի մարդիկ կարողանան ինձ տեսնել, ես ստիպված անտուն շան նման պետք է գյուղից գյուղ թափառեմ, բայց չէ որ ես արժանի եմ, որ մարդիկ իրենք վազեն իմ ետևից ինձնով հիանալու համար։ Այդպիսի գեղեցկությամբ ես արձան պետք է լինեի, այդ ժամանակ էլ ես երջանիկ կլինեի։ Դե որ այդպես է, ես քեզ կերջանկացնեմ, դա ինձ համար բոլորովին էլ դժվար չէ։ Այս ասելով, փերին իր կախարդական փայտիկը կպցրեց Մարտինոին։ Հենց այդ պահին երիտասարդը դարձավ ոսկյա փառահեղ արձան։ Նրա թաղիքե գլխարկն էլ դարձավ ոսկի, կարկատած բլուզն էլ ոսկի դարձավ, լաստենուց շինված սրինգն էլ ոսկի դարձավ։ Ոսկի դարձավ մինչև իսկ այն քարը, որի վրա նստած էր Մարտինոն։ Փերին իր փոքրիկ ձեռքերով ծափ զարկեց, ուրախ ծիծաղեց ու փախավ։ Մեխակից զանգակածաղկին, զանգակածաղկից երեքնուկին, երեքնուկից մարգարտածաղկին թռչելով, իսկ հետո բոլորովին անհետացավ անտառի թավուտում։ Իսկ ոսկյա հովիվը նստած մնաց բացատի մեջտեղում ոսկյա քարի վրա։ Մարտինոյի ցանկությունը կատարվեց։ Մոտակա և հեռավոր գյուղերից մարդիկ գալիս էին նրանով հիանալու։ Երեկոյան բացատ էին հավաքվում ջահել տղաներ և աղջիկներ։ Երբեմն նրանք երգում էին, երբեմն տղաներից մեկը սկսում էր ջութակ նվագել, իսկ մնացածները պարում էին։ Միայն Մարտինոն էր մնում անշարժ, բայց որքան կուզենար երգել ու պարել բոլորի հետ միասին։ Նա աշխատում էր սրինգը մոտեցնել շուրթերին, բայց ոսկյա ձեռքերը նրան չէին ենթարկվում։ Փորձում էր երգել, բայց ոսկե կոկորդից ոչ մի հնչյուն դուրս չէր գալիս։ Շատ էր ուզում պարել գեղեցկուհիներից որևէ մեկի հետ, բայց ոսկյա ոտքերը չէին կտրվում ոսկյա քարից։
նույնիսկ վշտից գոռալ չէր կարողանում։ Լաց լինել նույնպես, որովհետև արցունքները դուրս չէին հոսում ոսկյա ծանր կոպերի տակից։ Այսպես անցնում էին օր-օրի ետևից, շաբաթ-շաբաթվա ետևից, ամիս-ամսվա ետևից։ Ուղիղ 3 տարի անց ծաղկից ծաղիկ, խոտից խոտ թռչելով եկավ Փերին։ «Ահա նստած է երջանիկ հովիվը», ասաց Փերին։ Նա ստացավ այն, ինչ ցանկանում էր։ «Ասա ինձ, դու հիմա երջանիկ ես»։ Արձանը լուռ էր։ «Ախ», բացականչեց Փերին, «ես նույնիսկ մոռացել եմ, որ դու չես կարող պատասխանես։ Մի բարկանա, ես մի րոպեով քեզ նորից կենդանի մարդ կդարձնեմ»։ Փերին իր կախարդական փայտիկը կպցրեց ոսկե հովվին։ Դեռ լրիվ չկպցրած, Մարտինոն թռավ քարի վրայից և իր լաստենուց շինված սրինգն ու կտավե մաղախը վերցնելով սկսեց փախչել։ «Սպասիր, սպասիր», ձայն տվեց զարմացած Փերին։ Բայց որքան բարձր էր գոռում, այնքան արագ էին սլանում խեղճ Մարտինոյի ծակ տրեխները։